Վերջին օրը, երբ որ հայտարարվեց հրադադարի մասին, 4 ժամ հետո ռմբակոծվեցին էլի մեր դիրքերը, որտեղ զոհվեցին մեր գումարտակի հրամանատարը, ժամկետային զինծառայողներ էլի։ Ինձ համար ամենածանր օրը դա էր։ Սևակ Կիրակոսյանի համար 44-օրյա պատերազմը չավարտվեց կրակոցների լռությամբ, այլ շարունակվում է հիշողության մեջ։ Պատերազմը մի քանի տարով մեծացնում է, բայց դա այդքան էլ լավ բան չէ, որովհետև շատ բարդ է, երբ որ մարմինդ մի տարիքի է, իսկ հոգեկանդ մեկ այլ տարիքի է։ Չէի ուզի փոխվեր վստահությունը ապագայի նկատմամբ, ինչպիսին մինչև պատերազմն էր։ Չէի ուզի փոխվեր այն անձնակազմը, որը մինչև պատերազմն էր, եւ չէի ուզի փոխվեր այն հայրենիքը իր չափսերով, որը մինչև պատերազմն էր։ Դեռ մանկուց Սևակը կանգնած էր երկու տարբեր մասնագիտությունների ընտրության առաջ։ Երաժիշտների ընտանիքը, երաժշտական կրթությունն ու տարիներով ձևավորված երազանքը նրան տանում էին հնչյուններից սիմֆոնիա ստեղծելու աշխարհ, բայց պատերազմը փոխեց երազանքի ուղղությունը։ Դիրիժորությունը ինձ դուր է եկել, որ հնարավորություն էր տալիս սիմֆոնիա ստեղծել տարբեր հնչյուններից, տարբեր գործիքներից, համակարգել երաժշտությունը առհասարակ բեմում։ Բայց երևի բժիշկ դառնալու ճանապարհը ավելի հստակ էր ինձ մոտ, ուղին ավելի պարզ էր ինձ համար, թե ինչպես պետք է բժիշկ դառնալ։ Երևի իմ մեջ բժշկի հատկանիշները շատ ավելի ուժեղ էին, դրան իհարկե նպաստեց նաև պատերազմը, որովհետև մինչև պատերազմը սկսելը որոշել էի, որ բանակից վերադառնալուց հետո ես պետք է փոխեմ մասնագիտությունս, ընդունեմ կոնսերվատորիա։ Բայց երբ որ սկսեց պատերազմը, այդ պատասխանատվությունը, որ դրված էր ուսերին, որպես բուժ ծառայող, ավելի խորացրեցին իմ մեջ, ավելի արտահայտիչ դարձրեցին իմ մեջ բժշկի հատկանիշները, որովհետև բժշկի առաքելությունը շատ ավելի պարզ դարձավ իմ մոտ, քան մինչև պատերազմներ։ Երբ որ սկսեցի կողմնորոշվել մասնագիտացման հարցում, ցանկություն առաջացավ ինձ տեսնելու ռադիոլոգիայի ոլորտում, փնտրեցի տարածաշրջանում առաջատար կենտրոններից մեկը եւ դիմեցի Proton Diagnostics Clinic-ը, որպես բժշկի օգնական, հարցազրույց անցա, փորձաշրջան անցա եւ ընդունվեցի աշխատանքի։ Մագնիսառեզոնանսային շերտագրությունը նորագույն ախտորոշման մեթոդներից է եւ արագ զարգացող։ Հետևաբար հեռանկարները այստեղ շատ են, իսկ կենտրոնը աջակցում է հնարավորինս ամեն ինչով, հոգատարությամբ եւ անմասն սովորեցնում են, որպեսզի երիտասարդ մասնագետները հնարավորինս արագ ինտեգրվեն պրակտիկ կլինիկական բժշկության մեջ։ Հետաքրքրված եմ նաեւ նեյրոգիտությամբ, որը շատ արագ զարգացող ճյուղերից է եւ պարբերաբար մասնակցում եմ բժշկական համալսարանում տեղի ունեցող Cobbrain գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցող պրոյեկտներին եւ հետագայում տեսնում եմ շատ հետաքրքիր կապ մագնիսառեզոնանսային հետազոտության եւ նեյրոգիտության միջեւ եւ առհասարակ կլինիկական բժշկությունը պետք է միշտ կապված լինի բժշկագիտության հետ եւ ակնկալում եմ, որ ապագայում ինքս դրա հնարավորությունը կունենամ ինձ դրսևորել եւ բժշկագիտության եւ կլինիկական բժշկության մեջ։ Արդեն 1 տարի է Սևակը համալրել է 4090 հիմնադրամի շարքերը։ Հիմնադրամի կրթական ծրագրի մասին իմացել է մարտական ընկերներից, որոնց հետ կապը ոչ միայն պահպանվել է, այլ դարձել է առավել կառուցողական, արդեն խաղաղության պայմաններում։ Հիմնադրամը ստեղծել է մեծ ցանց, մի նոր բանակ, որտեղ բոլորը բոլորին ճանաչում են, բոլորը բոլորի հետ կապված են, բոլորը բոլորին աջակցում են, տարբեր բնավորության, տարբեր մասնագիտության տեր մարդիկ արդեն կապված են միմյանց հետ շատ ամուր կապով եւ նույնիսկ հիմնադրամի փակման դեպքում
այդ մեծ ցանցը այլևս անխախտելի է։ Հիմնադրամում Սևակը գտավ նաև իր երբեմնի նպատակներին նոր ձև տալու եւ դրանք վերաիմաստավորելու մոտիվացիան։ Հիմնադրամը շատ մեծ պոտենցիալ տվեց, որպեսզի մտածես քո գաղափարների մասին, չանտեսես քո ներքին ցանկությունները, գնաս քո երազանքների հետևից։ Հիմնադրամի կազմում ընդգրկելուց հետո մեր միջոցառումներից մեկի ժամանակ, երբ որ Տիկին Փահլևանյանը ինձ խնդրեց նվագել, այդ հիշողությունները, այդ էմոցիաները արթնացան ամբողջությամբ եւ նորից ցանկությունը առաջացավ ավելի մասնագիտորեն վերաբերվելու երաժշտությանը եւ ցանկացած հնարավորության դեպքում կփորձեմ երաժշտությունը ինձ մոտ հասցնել որևէ ակադեմիական մակարդակի, ոչ սիրողական։ Իհարկե դա միայն կօգնի, որովհետեւ երաժշտությունը եւ մտքեր է տալիս, եւ գաղափարներ է տալիս, եւ լիցքաթափում է, եւ ձերբազատում է ստրեսից։ Երաժշտությունը ամեն հարց կարող է լուծել։ Երաժշտությունը նաեւ բուժում է, ինչը ցույց է տալիս վերջին ժամանակներում իրականացված հետազոտությունները։ Երաժշտությունը անկախ մասնագիտությունից երբեք չի խանգարի։ Ես կուզեմ, որ հիմնադրամի բոլոր շահառուները դառնան այնպիսի մարդիկ, այնպիսի դեմքեր, որ անուն առ անուն հնարավոր լինի ճանաչել 4090-ի բոլոր շահառուներին եւ ամեն մեկը դառնա դոնոր, ամեն մեկը դառնա հովանավոր, հաջորդիվ եկող բոլոր այն մարդկանց սերունդների համար, ովքեր որևէ օր, որևէ պահի կունենան այն աջակցության կարիքը, որը ունեցել են հիմնադրամի շահառուները։